Չանցավ 24 ժամ ու Նիկոլը սառը ցնցուղով ցայեց Նարեկին։ Թքածուն եմ իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցի վրա էլ։ Եթե մտածում եք, որ այս սկանդալով սահմանափակվեցինք բրծանք, Դուք կարծում եք դա զենքի գործադրման մասին չէր։ այս մարդու ինքնավստահությունից Նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն։ ինչ-որ քաղաքական բան կա, հա, սրա մեջ։ Բարև ձեզ YouTube-ում ARM Comedy-ն է ու չնայած մեր բազմաթիվ խնդրանքների ոչ մի տենց կտրուկ բան չանել երեքշաբթի եւ ուրբաթ օրերին, էլի արեցին ու ստիպված հիմա ասես պետք է այստեղ մարսենք։ Էպիկ զարգացումներ են տեղի ունենում մեր շուրջ, այնպես որ ավելի քան երբևէ ուշադիր հետևեք ARM Comedy-ին։ Իսկ մեր YouTube-ին 150,000-ին հասնելուն բան չի մնացել։ Դրա համար հիմա ինչ անում եք, թողնում եք մի կողմ, պաուզա եք տալիս ու բաժանորդագրվում եք մեր ալիքին։ Իսկ գիտեք ով պաուզա չի տալիս։ Մեր գլխավոր գործընկեր GTB Holdings-ը, որը օր ու գիշեր շարունակում է կառուցել, վերջացնել Դավիթ Անհարթ 25-ի շենքը։ Իսկ դա նշանակում է, որ այն առաջի երկու հարկերի կոմերցիոն տարածքները սպասում են ձեր բիզնեսին։ Շտապեք հիմա զանգեք, որովհետև հետո այդ տարածքների համար ցելա են գցելու։ Երբ է ձեր կարծիքով իդեալական պահը ջրատաքացուցիչ ձեռք բերելու համար։ Այ հենց այս ճռ շոքին գնում եք դոմուս ու խնդրում եք ձեզ մոտիկից ծանոթացնել Արիստոնի Velis ջրատաքացուցիչների հետ։ Velis ջրատաքացուցիչները խնայում են մինչև 15% էլեկտրաէներգիա, ունեն երաստիճան անվտանգության համակարգ, դիմացկուն են ու կոմպակտ եւ 2 տարի երաշխիք ունեն։ Իսկական տուն տանելու ջրատաքացուցիչներ են կմտածեք դուք եւ չեք սխալվի։ Դե վсё, բոլորս դեպի դոմուս։ Հիշում եք մեր նախորդ հաղորդումը, որտեղ այս երկու միամիտ երիտասարդներ ասում են Փաշինյանը արդեն 4 օր ոչ մի հոգևորականի չի հայոյել։ Ինչքան միամիտ էին կարա մենք այդ 3 օր առաջ։ Վարչապետը 4-րդ օրն է ոչ մի գրառում չի արել վեհափառի եւ բարձրաստիճան մյուս հոգեվորականների մասին։ Լավ է, չեմ հավատում։ Ասեմ ավելին։ Չկան նաեւ սաղմոսները։ Ալելույա, ապաշխարեց։ Չանցավ 24 ժամ ու Նիկոլը սառը ցնցուղով ցայեց Նարեկին, ասես Կոլեն, այտենց չձևակերպենք ասեմ։ Okay, well, խախտեց լրությունը։ Կտրիչ Ներսիսյան, են պորնեկաբարո Արշակ Սրբազանի տասա վերենքնի տեղը, բարիս բուն իմաստով վերենքնի տեղը և բարիս բուն իմաստով պորնեկաբարո։ Իսկ դուք ես երեխուն էիք բշտում կոմենտներում, ինչա թե մի երկու անգամ ավել ասել էր պորնիկ բառը։ Ահա և Facebook-ում ազատականացվեց պորնիկը, պորնիկ։ Իսկ զգացեք ոնց Նիկոլ է ողջ ԿՊ կազմով են իրենց Սրբազան պայքարի ժամանակվա ինտերվյու արեցին։ Ոչ թե Բագրատ Սրբազան, այլ Վազգեն Գալստանյան, ոչ թե Գարեգին Բ, այլ այսուհետ Կտրիչ Ներսիսյան։ Փաշինյանը նաև արձագանքեց բոլոր պորնկաբարո կոմենտներին պորնկաբարով ստատուսի տակ։ Նախկինում հնչած քննադատությունները հաշվի առնելով, պորնկացած բարձրաստիճան հոգևորականների մասին խոսելիս օգտագործելու են բացառապես կանոնակ գիրքայոցի բառապաշարը։ Նկատի ունեմ հենց այդ բառերով է գրված մեր եկեղեցու կանոնների ժողովածուի մեջ։ Կանոնագիր քայոցի բնորոշմամբ է Արշակ Սրբազանը պորնկաբարո։ Իսկ դոմփել բառը կանոնագրքում չկա, թե ժամանակ կարգին դեռ չէին նայում։ Դեք ոնց բացատրենք Մեծ Արգոևիչին, որ խնդիրը իր այդ ստատուսներում դες բուն պորնկաբարո բառը չի, չնայած էդ էլ է խնդիր։ Խնդիրը նրանում է, որ երկրի եկյա երկրի մի ամբողջ վարչապետ օգտագործում է իր սոցիալական հարթակները հոգևորականների մասին, եսի ոնց ստացված ինչ որ ինֆորմացիա, որը չգիտենք ճիշտ է թե սխալ, շանտաժ անելու համար։ Խնդիրը նրանում է, որ Դաժե Տրամպը սես բաներ չի գրում։ Արտանանալու համար Փաշինյանը նույնիսկ հետը գրքեր էր բերել ազգային ժողով։ Էնտոպրակը բեր անվտանգության աշխատակցի ականջին շշնջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու քիչ անց լրագրողներին ցույց տալիս, թե ինչի վրա է հիմնվում, երբ թունդ բառապաշարով ստատուսներ է գրում հոգևոր իշխանության մասին։ Համաբարբար կանոնագիր քայոց։ Այս Եվ ահա այս գրքերի մեջ է սահմանված։ Եկեղեցական կանոնագրքերն են վարչապետի վերջին օրերի սեղանի գրքերը։ Քանի այս թեմայի մեջ ենք,
Խույվորել բառը լրիվ օքեյ բառարանային բառ այրիկա կոմենտներում այդ բառից խույվորեք։ Ու եթե մտածում եք, որ այս սկանդալով սահմանափակվեցինք բրծանք, դուք լրիվ նոր մարդ եք ցիրկում։ Պորնկաբարո հոգևորականներն ու նրանց պորնկաբարո բարեգործներ ինչու են ակտիվացել։ Ոչինչ, նորից կպասիվացնենք, ընդ որում ընդմիշտ։ Ու սաուն մոտեցանք այն պահին, որ այդ որ բարեգործներ անսպասելի ակտիվացել։ Սամվել Ալեքսանյանը, դժվար, Նուբար Աֆեյանը, ոնց որ թե չէ։ Ու ինչ էր ասել այդ բարեգործը, որ սենց ակտիվացան բոլորը։ Նիկոլ Փաշինյանի եկեղեցում նետած ձեռնոցը վերցնում է գործարար Տաշիր գրուպ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Սամվել Կարապետյանի հենց այս հայտարարությունից հետո չանցավ մի 3 ժամ ու ուժայինները սկսեցին շրջապատել նրա առանձնատունը, իսկ կառավարությունը սկսեց պահանջել հեծ եւ տեսարաններ։ Իսկ Փաշինյանը որոշակի աշխարհագրական ճշտումներ մտցրեց Ռուսաստանի Դաշնության քարտեզում։ Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապրի գեղը չի, սա Հայաստանի Հանրապետությունն է, հույս ունեմ պետության համը բերաններդ կմնա։ Ամենաբոցը, որ ռուս գիտնականները դեռ լուրջ դեմքով փնտրում են Նիժնի Տապրը Կալուգայի մոտ, բայց չկուրսի չեն, դες բան չկա։ Չեն հասկանում, որ դա ոնց որ մեր հերվաշենի իրանց Մուխասրանսկի նման ալեգորիաներ են, չեն հասկանում, որ մեր վարչապետը հումորի զգացում ունի։ Ոնց է բան, Ժիտոմիր էլի կամ Սիկտիվկար։ Թե դրանք կան։ Այդ վերջինը կան։ Ժիտոմիրն է կա։ Տաշիր գրուպի հիմնադիր Սամվել Կարապետյանի դեմ ոստիկանական առաջին գործողություններից միայն 9 ժամ անց է բերման ենթարկվել գործարարը։ Նա գիշերը ժամը 3-ին փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի ուղեկցությամբ է դուրս եկել իր տնից։ Կարապետյանը, որ եկեղեցին պաշտպանելու պատրաստակամություն հայտնելուց հետո է Քաշքշուկի կենտրոնում հայտնվել, ոստիկանական բաժին ուղևորվելուց առաջ ավելի սուր հայտարարություն է արել։ Ես մեր եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին եմ, ինչքան էլ փորձեն սևացնեն ոչ մի էլեկտրական ցանց, թքած ունեմ իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ ալնելու։ Բայց մի քիչ շատ աչք չի ծակի, եթե տենց կտրուկ մտնեն ու սկսեն հեծը սենց կայծակնային արագությամբ ազգայնականացնել։ Նարեկ, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի առաջին դեմքը հանգիստ շռայլում է դոմփել ու պորնկար բարո բարերը հոգևորականներին, հենց որ ոչ մի բան ոչ մեկին չի զարմացնի։ Գոնե Տաշիր պիցայից սկսեին։ Ազգային ժողովում արդեն կա նախագիծ, օրենքի նախագիծ, որտեղ ձեր բոլոր հարցերի պատասխանը տրվում է։ Հեծը ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ։ Ու ողջ ԿՊ-ն լծվեց հեծից բողոքելուն։ Նու իրականում հեծից արժի բողոքել, որտեղ այս վերջերս իսկական շատ էին հանում այդ անջատումներով, բայց իրանք դրա մասին լռում էին։ Okay, եկեք չմոռանանք, որ լույսի անջատումները ահագին կապ ունեն անիմաստ շատ շին թույլտվությունների հետ, որտեղ ուղղակի չի հերիքում էլեկտրաէներգիան, էլ չեմ ասում կոյուղու մասին։ Շատ շուտով գնալու եք զուգարան, փորձել եք ջուրը քաշել, չի գնա ոչ մի բան։ Այդ ընթացքում Շատ է։ ԿՊ ակտիվի բիզնեսմենը, որը նախկինում ԲՀԿ ակտիվի բիզնեսմեն էր, շատ կտրուկ կողմ արտահայտվեց բիզնեսները ազգայնականացնելու պրակտիկային։ Պարոն Բագրատյան, տեսեք, քանի որ մամուլներ են գրել այդ մասին, որ ձեր կնոջը ավազի հանք է պատկանում։ Հիմա ենթադրենք ձեր գործունեության հետ կապված ինչ որ խնդիրներ են առաջանում։ Դուք վտանգ չեք տեսնում, որ այդ հանքն էլ կազգայնացնեն։ Է թող ազգայնացնեն, եթե խախտումներ կլինեն, իհարկե թող ազգայնացնեն։ Всё, հանձնեց կնոջ հանքը։ Ոչ թե հանձնեց, այլ ազգայնականացրեց։ Вообще կապոտ պիջակը ինչ որ շատ պորճ է, ազգայնականացնենք սա։ Արի սկսենք փոքր բանից։ Այս քո թաշկինակից բռնենք, ազգայնականացնենք։ Ստոպ, էլի երբ մենք գնացինք դեպի գուլակաթափ անող բոլշե Նորը կարնես։ Բոլշևիկներ։ Իսկ արանք չազգայնականացնենք առայժմ։ Կարծում ես։ Կարծում ես։ Ազգային ժողովում
Օսկարի արժանի դերասանական խաղ ցույց տվեց։ Մեր բարձվում է մշտական հերոստայտողը, այս մասը ուղղակի չի տեղավորվում այս հաղորդման մեջ, բայց անպայման կանադառնանք։ Օսկարի արժանի խաղ, всё, գնաց։ Ով է Սամվել Կարապետյանը։ Ով է Սամվել Կարապետյանը։ Գործարար։ Կարամ տեսնեմ դեմքը։ Հա, ներողություն չկրի։ Առաջի անգամ է լսում այդ մարդու մասին, հետ, տաշիր պիցա, այն տաշի շոու, ոչ մի բան։ Ալենը պիցայակեր չի։ Կարող է 1000-ից 1, այն էլ միայն պիցա դի Ռոմա։ Լավ, չանցավ 24 ժամ, այս նույն մարդը դարձավ Սամվել Կարապետյանը, գետ եւ տաշիրաբան։ Իսկ դե հետաքրքիր է, չէ, որ մարդը, որը որ ֆրանկա եւ իր ամբողջ ընտանիքը եւ եթե չեմ սխալվում, ես վստահ եմ, որ ֆրանկա եւ կաթոլիկ նկատի ունենք։ Հա, էլի, դա ասում եմ, որ հասկանալին է, որտեղ ասում եմ կաթոլիկ չեն հասկանում, որտեղ շատ մարդիկ գիտեն մենք էլ ենք կաթոլիկ։ Սենց բան կա, էլի, շփոթություն կա։ Հիմա Ալենը չի կողմնորոշվում, ինքը вообще չգիտի Սամվել Կարապետյանը ով է, թե всё-таки ուղն ու ծուծով ողջ ընտանիքին ճանաչում է։ 24 ժամում արագ բրիֆի գնալ։ Դե 24 ժամում հա շատ բաներ են արագ լինում, օրինակ երկրի ԱԱՑ-պետը, երկիրը թողեց առանց ԱԱՑ-պետ։ Կառավարման 5-րդ տարում ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվեց աշխատանքից։ Կառավարության ղեկավարը պատճառաբանեց, ազգային անվտանգության ծառայության տնօրենը հոգնել էր։ Նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա, որովհետև էս 4 ավելի մի րոպե 5 տարի այդ լարված պայմաններում աշխատել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում, կարծում եմ հասկանում եք, որ հեշտ չի։ Պաստորեն ըստ Փաշինյանի Աբազյանը հոգնել է։ Դե բա 5 տարի բերնով ես ասում։ Իսկ մի հատ անհամեստ հարց էլի։ Դուք չեք հոգնել, պարոն վարչապետ։ Եթե Աբազյանը 5 տարի, դուք արդեն 7 տարի աշխատում եք, չեք հոգնել։ Ժամանակն է գնալ հանգստի, զբաղվել թորնիկներով, վայելել կյանքը։ Թորնիկ ինքը չունի։ Այդտեղ ինքը մեղավոր չի։ Աշոտիկ վախտնա։ Հրաժարվել է որևէ հանձնարարություն կատարել, պարոն վարչապետ։ Չէր կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել ին որևէ հանձնարարություն կատարել։ Պրինցիպի գուցե նաև ճիշտ է ասում, բայց մի քիչ շատ հակաժողովրդավարության բաստիոնը չի սանջում։ Ինչ եղավ այդ եվրոպական են պուպուշ են զսպումներ եւ հակակշիռներ այդպես բաներ, ինչ։ Այ բարդ ինչի հետևեցս ընկել, ասես ակտիվացել են, պետքա пассивացնի, ընդ որում ընդմիշտ ուստեղ կթվար թե հանուն ժողովրդավարության ինչ որ կոշտ դիրքորոշում կհայտնեն Council of Europe-ները, ինչ որ տարբեր EU-ները, որտեղ վարան չի կարա սենց բան լինի, մարդուն բռնեն նիզա что տեղը 2 ամսով կանանավորեն, օհա, սպոյլեր, կանանավորեցին, բայց դե ոչ ոք չէր կասկածում, չէ։ Բայց այս բոլոր կտրուկ ազատումներ ախր հենց Նիկոլի շրջապատին պետք է հուշեն, որ ինչքան էլ լավ ծառայեք, ինչքան էլ հետը լավ ելնեք, մի օր կարող է ձեզ էլ այսենց ազատի ու միատել ասի հոգնած։ Դուք կարծում եք զենք ինչ որ գործադրում էր այդ միջամտությունը, մասնակցությունը ենթադրում պարոն Սիմոնյան։ Դուք կարծում եք դա զենքի գործադրման մասին չէր։ Հարցով հարցին եմ պատասխանում։ Կարծում եք, այսինքն, բա այդ ի՞նչ է։ ոնց է կմիջամտենքը դառնում հոդված ու դառնում կանանավորելու առիթ, իսկ բորդյուր լզելը կստիպենքը ու ասֆալտին պարտացնենքը ոչ մի բան։ Մեկն է բանելու հարց, օրինակ այդ ընդմիշտ կպասիվացնենք էլ կարա անցալվի, չգիտեմ, որպես մահապատիժ, օրինակ ճիշտ է, Հայաստանում մահապատիժ արգելված է, բայց եթե Մեծարգոևիչ ու շատ խնդրի, գուցե եւ ԿՊ-ն նաև այլ հիմնավոր բողոք ուներ Կարապետյանին։ Սամվել Կարապետյանը լավ կանի, վերջապես մեր մատաղ սերնդին վերադարձնի իրենց արդեն 10-ամյակից ավել գողացած կրկեսն ու ավարտին հարցնի դրա շինարարությունը։ Ինձ թվում է մեր երկրում կրկես չունենալու խնդրեմ չկա, նենց լավ դաբրոտնի կրկես ունենք։ Օրինակ այսպես էր արտահայտվում Սամվել Կարապետյանի մասին ռետրո մարտամեկը տարիներ առաջ։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Ուզում եմ մենք անուն առանուն այդ մարդկանց հիշենք, որ ասենք նույնիսկ կապ չունի աշխարհայացքային քաղաքական երբեմն ինչ հարաբերություններ կան, մենք գնահատում ենք Հայաստանում եւ Արցախում քարը քարի վրա դնելու ամեն մի գործունեությունը եւ ես ուզում եմ որ մենք բուրըն ծափերով ողջունենք բոլոր այն մարդկանց։
Իսկ հիմա մի բարերարը Բաքվի բանտում է, մյուս բարերարը Արմավիր քրեակատարողականում։ Իդեպ Սամվել Կարապետյանի նկատմամբ հետախուզություններ հայտարարել նաև Ադրբեջանը։ Ամեն վարքյան սպասում ենք, որ այն տաշի շոուի, շոու բիզնեսի աստղերը կդատապարտեն այս անարդար պահերը, չէ։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, որտեղ երկրորդ մասում Տաշիր պիցան անսպասելիորեն բախվում է խնդիրների, ինչպես նաև մտնում ենք հոգևորական բիզնես։ Արդեն գիտեք, որ Dragon Motors-ը չի ալարել ու 100-ից ավել արկա էլեկտրոմոբիլը ապահովել Հայաստանում տեսականի ձեզ համար։ Բացի նրանից, որ կարող եք գալ, միացած կապոտը սենց սեղմել, սալոնին սենց հոտ քաշել, ակերը կմճտել, կարող եք նաև գրանցվել test drive-ի։ Զանգեք, ձեզ կպատասխանի շատ բարեհամբույր աշխատակից ու կասի իհարկե համեցեք, փորձարկեք, զգացեք որն է ավելի ձերը։ Dragon Motors, ձեր գախնի էլեկտրական երազանքը։ Կարաս նենց սարքես, որ գոնե մի երկու ամիս էլ չփչանա։ Հարց չկա, ամորտիզատորը պետք է փոխվի։ Մոտորը յուղ է թողնում, սալիկները միակ նայեն։ Ինձ շտապ հոգեբան է պետք։ Ինձ անընդհատ թվում է այս ինչ որ բան կփչանա, վարպետիս ավելի շատ եմ տենում, քան մամայիս, ձեռքերս ներվերից դողում է։ Ինչ որ դեղ կա սրա դեմ։ Հոգիս, քեզ ոչ դեղ ա պետք, ոչ էլ հոգեբան։ Նոր վարպետ։ Նոր էլեկտրոմոբիլ։ Մտնում ես Dragon Motors.am կամ այցելում ես Mega Mall-ի սրահ։ Ընտրում ես քեզ հարմար մոդելը, տանում ես test drive-ի, որ զգաս որն է ավելի քոնը։ Ձևակերպում ես ապառիկը հենց այստեղ առանց բանկ այցելու, սկսած 0% կանխավճարից։ Իսկ եթե հետո ուզենամ փոխել, Trade-in կանես, հինը նորի փոխարեն։ Ու ամենակարևորը, շուկայում կան տարբեր կասկածելի առաջարկներ, իսկ սա Dragon Motors China-ի պաշտոնական ներկայացուցիչն է։ իսկ հետո Հետո ու ձեռքերդ դադարում են դողալ։ Վաու, իսկ եթե մի բան Հանգիստ գործարանային երաշխիքի մեջ ես։ իսկ կարամ Կարող ես եւ ընտրել եղածներից, եւ պատվիրել։ Dragon Motors China-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ չես պատկերացնում ինչքան երկար եմ քեզ փնտրել։ Այս մեկը իմն է, հոգիս, քոնը, այն կողքինն է։ Պարդոն։ Քեզ եմ փնտրել։ Ավելի լավ է ARM Comedy promo կոդը ասա։ Համ անվճար լիցքավորիչ կստանաս, համ կգան ձեր հասցեում կտեղադրեն։ Եվ այսպես մի փոքր ծրվենք ամենաթեժ թեմայից։ Այո, Սամվել Կարապետյանին ձերբակալել են, այո, 2 ամսով կալանք, բայց հեյ, երկրում լիք ուրիշ բաներ ա կատարվում։ Այո, օրինակ սննդի անվտանգությունը կտրուկ աճել է։ Ծրվենք մի քիչ սննդի անվտանգության թեմաներով։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ էլ կասեցվել է Տաշիր պիցա ընկերությանը պատկանող 4 սննդի կետի գործունեությունը։ Հա ինչ, ուզում եք ասեք ինչ որ քաղաքական բան կա, հա, սրա մեջ։ Ուզում եք ասեք այդքան պրիմիտիվ է, հա, ամեն ինչ։ Այդ ստուգումը շատ վաղուց էին սկսել։ Մեզ չեք հավատում, գոնե հմեկին հավատացեք։ Դեռևս հունիսի 11-ին կառույցը տեղեկացրել էր, որ վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 36 հանրային սննդի կետերում։ Մասնաճյուղերից մեկում այդ օրը որոշ աղցաններում մանրեների ցուցանիշներով հայտնաբերվել էին խախտումներ։ Այդ 5 գործեր ուղակի մանրեներին եւ Կարապետյանին նույն օրը բերման ենթարկվեցին։ Համընկավ։ Ու որ սկսեցին դες շատ ուշադիր ուսումնասիրել, պարզվեց, որ Տաշիր պիցան խախտել է կուսակրոնության ուխտը։ Խախտել ու խախտել էր։ Այսօր ՍԱՏՄ-ից հայտնել են, որ ստուգված 4 մասնաճյուղում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ։ Մասնավորապես հանրային սննդի կետի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացող, ախտահանվող ու ոչ թունավոր նյութերից։ Ու եթե հանկարծ Սամվել Կարապետյանը չասեր, որ Նիկոլի հարցերը իր ձևերով ալուծելու, ոչ էլ կբացահայտեինք երևի, որ Տաշիր պիցայի պատերը ոչ թունավոր ներկով չի ներկած։ Ադե հիմա թերությունները գտել են, ըստ քեզ ինչ պետք է լռեին դրա մասին, ինչա թե կապ ունի Նիժնի տապռի պատվավոր քաղաքացու հետ, հա։ Իսկ բացահայտումները չռում ու չռում են։
Առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը եւ մասնիկների թափվելու հնարավորությունը։ Սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ նորոգ մակերես։ Ու вообще պարզվեց, որ տաշր պիցայի պատվալներում մետամֆետամինի լաբորատորիաներ էին, որոնք պատրաստում են Հայզենբերգյան մեթոդներով։ Լասուես հասկացանք, ուրիշ պատահական բացահայտումներ չեն եղել։ Կասեցվել է նաև Տաշիր պիցա ընկերությանը պատկանող Լոռու մարզի Տաշիր քաղաքում գործող կաթնամթերքի արտադրությունը։ ՍԱՏՄ-ից հայտնել են, որ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումները անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության սանիտարահիգիենիկ պայմաններին օրենսդրությամբ ներկայացվող նորմերի հետ։ Նորմերը մի 10 տարի մի կերպ դիմանում են, բայց այս քանի օրը ճչացին, որ մենք անհամատեղելի ենք օրենսդրության հետ։ Ես вообще չեմ զարմանա, եթե բարձի, որ Ռիո մոլում ցուցադրվող կինոները չեն թարգմանվում ՀՀ պետական լեզվով, հայրենով, ասեմ ավելին պոպկորնի մեջ նորմայից շատ են չբացված ոսես կուկուրուզի հատիկները, այլ որ։ Հա, իսկ այն որ կարամելով ասում են ցիանիստիկալի են, այսպես չփրունգրան։ Արտադրական շինությունների մակերևույթներին Բորբոսի առաջացումից բացվող ներքին պատուհանը չի ունեցել միջատապաշտպան ցանց, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող կաթի մշակման, պաստերիլիզացման եւ պահպանման սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման։ Ու եթե նի դայ բոգ կուսակրոն սկանդալը չպայթեր, այս ամեն ինչը շարունակվելու էր։ Լավ, այս ամեն ինչի հետ մեկտեղ եկեք չմոռանանք, որ նախկինների դեմ շարունակվում է հատիկ առ հատիկ օպերացիան։ Տատախազությունը Սերժ Սարգսյանի եղբորից եւ կնոջից պահանջում է հօգուտ պետության բռնագանձել շուրջ 330 միլիոն դրամի 2 անշարժ գույք Երևանում, 1 տրանսպորտային միջոց, ինչպես նաեւ շուրջ 5 միլիոն դոլար։ Այդքան քիչ փող ուներ էս մի աղբերը։ Նու չէ, իրականում 2 անգամ ավելի շատ ուներ։ Բա ինչ եղավ։ Նու ակնհայտորեն Սաշիկներ կեսը վերցրել։ Իսկ այդ ընթացքում ԿՊԱ-ականները պատրում էին Տաշիրի Սամվելի դիմակը ազգային ժողովում։ Ես երկու հայտարարություն եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լյուբլյանկայում են կտրել։ Լյուբլյանկա, fucking Լյուբլյանկա։ Լյուբլյանկան ինքը Սլովենիայի մայրն քաղաքն է։ Կարող է ինքը նկատնի Լյուբլյանկան, որը FSB-ի գրասենյակի փողոցն է։ Արսեն Թորոսյանին ձերբակալելուց գիտես ուր են տաներու։ Նալմանդյանկա։ FSB-ի շտաբ կվարտիրայում, որը գտնվում է Մոսկվայում։ Թորոսյանը աչքիս FSB-ի ագենտ է, որը փորձում է մոլորեցնել բոլորին, որ երբեք ոչ մեկ չգտնի FSB-ի գրասենյակը Մոսկվայում։ Լավ, դու էլ մարդը մի անգամ Լյուբլյանկայի տեղ ասես Լյուբլյանկա, ինչ։ Պապ թագավորի օրինակ բերելով Հայաստանի ղեկավարությանն են պատրաստում թույնել օտար ուժերի կողմից Լյուբլյանկա եւ այլ տեղերում ծվարած։ Երկու անգամ շփոթեց, օքեյ, ում է չի պատահում։ Մենք մեր տեղում ենք, մեր պետական ինստիտուտները տեղում են եւ ոչ մեկ կլինի դա ինչ որ ասում եմ Լյուբլյանկայից, կլինի վեղարի տակ մեկը ծվարած, չի կարող խաթարել Հայաստանի Հանրապետության կայունությունը։ Ուզում է Լյուբլյանկայից գան, ուզում է Բրատիսլավկայից, բոլորի պորտը տեղն ենք դնելու։ Вообще մի երկու օր բոլոր ԿՊԱ-ականները դաժե մի 50 հատ նոր դեմքում երբեք չէին տեսել, դուրս եկան ԱԺ-ն ու քրքրեցին Սամվել Կարապետյանի դիմակը։ Սրանց մոտ հակառակն ա եղել, աղքատներից գողացել են, բաժանել են հարուստներին, Ռոբին Հուդը սխալ են հասկացել սրանք երևի երեխա ժամանակ։ Ու տենց թարս Ռոբին Հուդիզմի արդյունքում ստեղծվեցին բարերար օլիգարխները։ Բայց մի քիչ կարելի է գրադուսը սրաչի բարձրացնել։ Մի հատ ով կա անդիմությունից, որ դեռ գալիս է այդ նիստերին։ Մի հատ Գեգամ Մանուկյանին անիմաստ բշտեք։ Օրինակ ես փոքրիկին սխալ հեքիաթներ են պատմել երեխա ժամանակ, որ գալիս տեղ ինչ որ ճորո բաներ է։ Դու սուս մնայիմ ելույթի ժամանակ ընդհանրապես ձայնդ կտրիր, սսկվիր տեղդ Գեգամ Մանուկյան, սսկվի ձենդ չլսեմ իմ ելույթը։ Ձենդ չլսեմ, Հովանեսյան, դուք են սսկվի Հովանեսյան, դուք էլ հարգալից գտնվեք։ Օրես առաքելական արժեքների պահապանները ինչ տիպի բորզի են դարել սենց։ Ատու չտեսար Գեգամ Մանուկյանը հունից հանեց խեղճ մարդուն։ Ոնց հանեց հունից։ Այսպես ուղիղ աչքերի մեջ էր նայում։ Էդ ինչ տիպի էր նայում աչքերի մեջ։ Հետ ազգայնացնում են որ տան բանին, թուրքերին։ Ու դա ասում է Արագավազ դաշնակ իշխանը,
ավելի մեծ տխմարություն, ներողություն հնարավոր չի։ Ձայնդ կտրիր Գեգամ Մանուկյանի։ Մենակ դուք եք մեր թիրախը, ով պետքա վախենա մեզանից, որպես ժողովրդի ներկայացուցիչներ այս ազգային ժողովում։ Ակաժների տողար եք։ Ակաժների տողար եք ասեցի։ Եվ խնդրում եմ հարգալից խոսեք։ Նախազգուշացում կտամ ու նույնիսկ բարձրախոսը կանջատեմ։ Մի արեք այդ բանը։ Շատ լավ, պարոն։ Դա վերաբերում է բոլորին։ Դաժե ալենն էր խույվորել աչկարիկի դուխից։ Արի մենք էլ խիզախության համար մի հատ սենատոր գցենք։ Ես իմ նուրբ հոգին այս ագրեսիաներին չի դիմանում։ Դե նաև չմոռանանք իրականում ինչի համար ենք այսօր հավաքվել ԱԺ-ում։ Իսկ մենք հավաքվել ենք, որ իմանանք ինչ էր զգում Փաշինյանը, երբ նոր էր դարել վարչապետ։ Եվ ես ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ։ 2025 թվականի հունիսին ինձ համար ամենաշատը հենց սա է փոխվել, որ ես արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետության լիարժեք եւ ամբողջական վարչապետ է։ Քանի որ Փաշինյանի միջից դուրս են գալի բառեր, իսկ բառերը հաճախորեն իմաստ կարա ստեղծի տպավորություն, որ ինչ որ կոնկրետ բան ասում, բայց ստեղ պետքա պարզաբանել ինչ նկատի ուն ֆորպոստն ենք Ռուսաստանի, ուզում ասի որ Լյուբլյանկայից ենք կառավարվում սկզբից։ Դու շատ պրիմիտիվ ես։ Մենք շատ ավելի բազմա վեկտոր ֆորպոստ ենք։ Այդ ասել ֆորպոստների հայկաս բեզատկազն էինք։ Այդ ֆորպոստացման process-ի մեջ ներգրաված են եղել բազմաթիվ երկրներ, այդպիսի երկրներ եղել են Հյուսիսում, այդպիսի երկրներ եղել են Հարավում, այդպիսի երկրներ եղել են Արևելքում եւ այդպիսի երկրներ եղել են Արևելքում։ Կարանք խնդրում եմ, կարանք տենանք Փաշինյանի գրասենյակում ինչ գլոբուս է դրած։ Արա դե գա Արևմուտքը միակն է, որ երբեք չի փորձել մեզ ֆորպոստացնել։ Արա այս մարդը ուզում էր դառնալ, երազում էր դառնալ աշխարհագրության դասատու։ Չգիտես։ Իրա գիրքն եմ կարդացել։ Իսկ ֆորպոստ լինելը դադարեցինք, երբ Փաշինյանը 22 թվականին ճանաչեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այսինքն մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Այս է ճշմարտությունը։ Մենք ոչ թե տարածքով ավելի փոքր ենք դարձել, այլ հոգով ավելի մեծ։ Մենք ոչ թե ունենք հիմա օկուպացված տարածքները Հայաստանում, այլ մի քիչ ավելի հյուրընկալ ենք դառել։ Իսկ այն ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, Փաշինյանը լրիվ վերաիմաստավորեց։ Եվ ելի ուզում եմ ասել, որ սա ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է, եւ սա է իմ այս պահի ամենակարևոր արձանագրումներից մեկը։ Հիմա նորագույն պատմության գրքերում 20 թվականը նշվել է որպես հաջողության պատմության տարի։ Կլինի թողես Փաշինյանը խոսա իր նեղ մասնագիտական թեմայից։ Իհարկե, իր նեղ մասնագիտականը։ Ամենայն հայոց կաթողիկոսը հայ առաքելական եկեղեցու գույքի տերն է երկրի վրա։ Տերն է երկրի վրա։ Եթե հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը ունի ժառանգներ, այստեղ անխուսափելիորեն ծագում է ժառանգական իրավունքը։ Այսինքն Փաշինյանը ընդհանրապես վախենում է, որ ինչ որ պահի կհայտնվի այդ ապօրինի ժառանգը ու կասի՝ «Վсё, բոլոր եկեղեցիները իրանց թանգարաններով ամեն ինչով փաթաթեք, տարում եմ, դա իմն է»։ Բարձրաց ԱԱԾ նորմալ աշխատող կառույց է, ինչ որ պետք է հետել բացահայտում է։ Մոմի գործի բանը հազար ներողություն ես բառիս համար, մոմի գործի նայողը կաթողիկոսի աղբոր տղան է։ Կաթողիկոսի չէ, կտրիչ Ներսիսյանի։ Ամենամեծ թեմի առաջնորդը կտրիչ Ներսիսյանի եղբայրն է։ Հա, նայում ենք, հենց նոր Նիկոլի հետ ճարն ենք նայում, հա։ Հա, ես ինչ հա, օքեյ, տենց կփոխանցեմ։ Լավ, մերսի։ Աստված ասում է, որ ինքը լրիվ օքեյ է, որ մոմի գործով զբաղվի Կտրիչ Ներսիսյանի եղբայրը ու նաև նշանակվեն այնտեղ պաշտոնյաները իր ուզածով։ Ինքը օքեյ է։ Մեկ էլ ասեց, որ առանց իր կամքի ոչ մի տերև ծառից չի ընկնի, այսինքն ինչ կատարվում է, լրիվ իր պլանով է կատարվում, հանգիստ մնացեք դուք, իշխանությունները։ Աշտի շատի ժողովի կանոնագրքից բան չասեց։ Արդ մոռացա հարցնեմ։
Այս գրքի մեջ կանոնները ձևակերպվել են 356 թվականից Աշտիշատի ժողովից սկսած, որտեղ հստակ ասվում է, որ ուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը, ես գիտեք, որ կաթողիկոսը նույնպես եպիսկոպոս է, կարգալույծ է արվում։ Աշտիշատի ժողով, չէ, Արտաշատի չէ, Աշտիշատի։ Հա, ես էս կվից մտածի Արտաշատի, բայց չէ, ինչ որ երբ արևմտյան Հայաստանում էլի տենց։ Հա, օքեյ։ Լավ, օքեյ, էլ չեմ զանգի անկապար, Jesus։ Արկա լիսկա գարիշ չզանգես անիմաստ։ Դա վիրավորում է որոշ հավատացյալների զգացմունքները։ Okay, well ներողություն եմ խնդրում։ Այո, այդ էս ներողություն խնդրի։ Այդ ընթացքում Փաշինյանը հանգստացրեց են որոշ հուշտրիկներին, որ մտածում էին, որ Ադրբեջանը կարա այս Իրանի շուրջ տեսված խառը վիճակից օգտվի ու մի բան անի։ Հիմա ինքն է զանգում, չվերցնեմ։ Չվերցնես։ Դա։ Հա չէ, այսօր դեռ ոչ մի բան չի գրել, առավոտից Facebook-ը նայում ենք։ Հա, չէ։ Լավ, հա, նեսին։ Եվ ինչպես ասել են, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Այս մարդու ինքնավստահությունից կարելի է էլեկտրաէներգիայով ապահովել ամբողջ երկիրը։ Այ ու փոխարինել հեծը ու զարյատկա անել բոլոր նստած BYD-ները։ Նենց որ մնացեք մեզ հետ։ Շախ եւ մատ բոլորին։ Spin Ideas Agency-ն ոչ միայն տրամադրում է ոդկասթային հարթակներ ու նկարաններ, մենք նաև մեր մարքեթինգային հզոր թիմով կազմակերպում ենք ամբողջական գովազդային արշավներ։ Նարեկը սաղ ասեց, գովազդային արշավներ, նկարաններ, այո, նկարաններ, ռոլիկը նկարում ենք, վիզուալները սարքում ենք, այդ էսում ասե, վիզուալներն ենք սարքում, graphic design, full package մի գործակալությունում։ Ասենք խախտել եք կուսակրոնության ուխտը ու ուզում եք եթե այդքան դարը նստված չթողնի հանրության մոտ։ Նաև PR ծառայություններ։ Դες վերնաշեն թե արենի։ Բիբի սալատը, գաջար շոնդ։ Ձեր շատ հաճելի էր, բայց ամոթն էլա լավ բան, կնիկ ջան գնացի։ Արի տաքսի կանչենք, Արկադիկ։ Դու չգիտես, որ ես խմում եմ ավելի լավ եմ նշում, քշում։ Մի անգամ կենտրոնից Ծաղկաձոր աղբերը 12 րոպեում հասե։ Շատ հաճախ երբ մեր քեֆը լավ է, մեզ թվում է որ մենք Շումախերի սենսեին ենք, GTA-ի մեջի Ֆրանկլինը, Նիկոլաս Քեյջը ու գնաց за 60 սեկունդի մեջ։ Եղբայրս կամ քույրս, դա այդպես չէ, հարբած ղեկի նստելով վտանգում ես քո եւ ուրիշների կյանքը, խաղաղվիր, տաքսի պատվիրիր, Վեդի Ալկո, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Լավ, պատվիրեք ձեր տաքսին, բայց ես եմ ասում ոնց քշի։ Ահա։ Այսքան էր Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Կան այդ դասախոսությունները ԿՊ-ում կարդում եք, ասում եք մարդը բարձրագույն արժեք է, սահմանադրությամբ արդեն որերորդ անգամ է ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ որ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր իրականում շատ տարօրինակ եւ անհարգալից պահվածքին։ Դե ի՞նչ դարեք, մենք ստեղ նստած ենք, իսկ Փաշինյանը գնացել է Թուրքիա։ Ու այս պարից է, երբեք չգիտես, խիա գնացել, ինչ է այնտեղ անելու։ Կարող ինչ որ բան է ազգայնականացնում այնտեղ։ Կարող է տես։ Արարատը շալակած հետա բերում, արա խիստ են։ Խիստ են, կարող ամբողջ արևմտյան Հայաստանն է։ Այն Աշտիշատի համաժողովի սեպագրերն է կարող օրիգինալ բերում։ Աշտիշատն է հետ բերում։ Ոչ եմ դեպենդեր է։ Առանց Արարատ տակ չվերադառնա։ Միացեք մեր Patreon-ին եւ այսուհետ գազի մարդը ձեր տան հաշիվը մի քիչ ավելի քիչ կգրի։